Համագործակցության այն փուլը, որը որ սկսվել է տարբեր ուժերի եւ անհատների եւ հասարակական կազմակերպությունների, շատ այսպես հուսադրիչ է, սկսենք այդպես համեստ բառով, այն հայտարարությունը, որ ընդունվեց, ես շատ կարեւոր եմ համարում, որը փաստորեն ցույց է տալիս այն շարունակականությունը, որը պետք է լինի նախորդ դա է ուզում հարցնել, թե կլինի շարունակական նախորդ փուլի մեր այս այսպես վերջի 30 տարվա մեր ժողովրդի այն զոհաբերությունների, զոհերի, արյան, քրտինքի այդ ամբողջ ինչ որ արված է, դրա մեջ մենք պետք է կարողանանք քննադատական հայացք ունենալ, առանձնացնել կենսունակը, որը որ ստեղծվել է այդ տարիների ընթացքում, սկսյալ անկախության հռչակագրից, որտեղ այդ հռչակագրում դա կիսատ հռչակագիր լինելով հանդերձ, այնուամենայնիվ հստակ գրված է, որ սկսվում է անկախության գործընթացը։ Ինքը մինչև վերջ չի ավարտվել, եւ մենք սկսել ենք ինչ-որ գործընթաց, այդ իմաստով այդ փաստաթուղթը շատ կարեւոր է պաշտպանել բոլոր տեսակի հարձակումներից, դա բայց անհրաժեշտ է, բավարար չի, պետք է ուրիշ փաստաթղթեր նույնպես լինեն, որոնք ավարտեն այդ այսպես ասած գործընթացը։ Հիմա սահմանադրական աշխատանքը, որը փաստորեն իբրև թե այս իշխանությունը ձեռնարկել է, դա հակասահմանադրական գործողություն է, որովհետև իրանք շատ լավ հասկանում են, որ իրանք եթե կպնում են այդ փաստաթղթին, իրանք պիտի քանդեն փաստորեն այն ամբողջ 30-ամյակը, որը ծնվել է եւ հայտարարեն, որ իրենք նոր պետություն են ծնում։ Եվ այդ հայտարարել են արդեն։ Այո, գնացին այդ։ Ասում են ամսի 19-ից, սեպտեմբերի 19-ից, բայց ասելով 2023 թվականին, երբ որ Արցախը ասելով ժողովուրդը պիտի ասի դա այն բան, այն ժամանակ երբ որ դա սկսվեց, ժողովուրդը մասնակից էր դրան։ Հիմա ժողովուրդը նույն մասնակից ինչ որ մի կուսակցություն, այն էլ հարցակուսակցություն է, թե չէ, հավաքվում է, ինչ որ որոշում է կայացնում, որ ամբողջ ժողովուրդը նոր պետություն է հիմնում, այդպես բան չկա։ Դա էլ է հակասահմանադրական, հայտարարել, որ դու արդեն հիմնեցիր մի բան, որը որ ժողովուրդը չի ասել, որ ինքը համաձայն է քեզ հետ։ Ժողովուրդը չի տվել այդ համաձայն։ Եվ մեր ժողովրդին պետք է նախապատրաստել այդ հանրակրվե կոչվածին, որտեղ դա լինելու է։ Եվ մեր ժողովուրդը պիտի գիտակցի, թե իրան ինչ կեղծ ընտրության առաջ են կանգնացրել։ Հասկանում եք։ Եվ այն ինչ որ կիսատ էր, Էդ էլ պիտի գիտակցի ինչն ենք վերցնում, ինչից հրաժարվում ենք անցյալ 30-ամյակի եւ ինչ նոր բան պիտի լինի հաջորդ 30-ամյակի կամ 50-ամյակի համար։ Խոսքը դրա մասին է։ Հիմա իրանք ստիպված են դա անում, որտեղ իրանց վրա ճնշումը կա եւ մենք գիտենք, որ ճնշման տակ է դա արվում, բայց դրա համար էլ ասում ենք թշնամու հետ համագործակցող իշխանություն, կոլաբորացիա։ Սա իրենց բնութագիրն է, իրենց էությունն է, իրենք ով են։ Քաղաքական բնութագիրը։ Հիմա այդ թեզով գնալու են ընտրությունների, մարդը բացահայտ ասեց։ Այո, գնալու են։ Գնան, եթե ստանան։ Այո, եւ մեր ժողովուրդը, ինչպես որ հիշեք, որ դիմադրեց նաեւ նախորդ սահմանադրության ընդունմանը, որը դարել է մեր հիմա գլխին պատիժ, չէ, որովհետեւ այդ կոստյումը, որ կարվեց Սերժ Սարգսյանի համար, ինքը հակած տանում է, չնայած խոսում են մասին, որ այդ կոստյումից պետք է հրաժարվի։ Այդ պատիժը մեր ժողովրդի այն ժամանակ 400,000-ից ավել մարդ գիտակցեց, որ այդ կոստյումը իրանը չի։ Թիվը բավականին այն ժամանակվա համար մեծ էր ոչ ասողների։ Շնորհիվ այն աշխատանքի, որը արվել է այդ տարիներին նոր Հայաստան ուրեմն համագործակցության շրջանակներում։ Այս նոր աշխատանքը, որ պիտի արվի, քաղաքական աշխատանք, քաղաքական գիտակցության բարձրացման, պիտի դառնա դիմադրության այն հիմքը, որը պիտի ի վերջո հեռացնի այս իշխանությանը եւ տանի այնտեղ, որտեղ իրենք արժանի են։ Կարծում եք կստացվի, որտեղ անգամ խոսում են արտահերթ ընտրությունների մասին, պարոն Չուկասյան։ Գիտեք ինչ, հարցը ես ձեզ հիշեցնեմ, էլի 17 թվականի ընտրությունների ընդամենը 1 տարի հետո Սերժ Սարգսյանը այլևս իշխանության ղեկը չուներ։ Հարցը միայն ընտրությունը չի, հարցը լեգիտիմ լինելն է։
Չես մարդը, երբ որ գալիս է իշխանության, ամեն ինչով պահում է այդ իշխանությունը, տահբեցուն օրինակը։ Իր լեգիտիմությունը կորցրեց այն պահից, երբ որ ինչ որ խոստացել էր, ինքը չարեց եւ հետո էլ հրաժարվեց արդեն Արցախից էլ, հիմա էլ հայաստանյան ամբողջ էությունից ինքնությունից է հրաժարվում։ Հիմա այս իրենց լեգիտիմության աստիճանը շրիշակից ցածր է։ Երևանի ընտրությունները դրա վկայությունն են, չէ՞, 10%-ից քիչ է, 9% է, ինչ է։ Իրենց հույսը այն է, որ 600,000 մարդ չի մասնակցելու ընտրությանը։ Այն ինչպես Երևանում, ասենք 80%-ը չմասնակցեց, իրանք այդ փոքր 20%-ի մեջ պիտի մեծամասնություն լինեն, հետո էլ փորձեն ամբողջ վերցնել, ասեն մենք ամբողջ այ ժողովրդի կանգնենք ներկայացնում, բայց այդպես չի։ Իշխանությունը սվինների վրա, այլն էլ Հայաստանում չի կարող երկար մնալ։